Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը պանգասիուս տեսակի ձուկը կրկին հայտնվել է հայկական շուկայում։ Ահազանգում են մասնագետները։ Այս ձկնատեսակը բուծվում է հիմնականում Վիետնամում, Մեկոնգ գետում, որը անթույլատրելի աղտոտվածություն ունի, ասում է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։ Գետի մեջ արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր ու աղբ է լցվում, իսկ ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Մինչև վերջի տարիները շատ երկրներում ուղղակի արգելված էր։ Վերջի 2 տարին եվրոպական երկրներում խիստ վերահսկողության դեպքում թույլատրվում է մտնել համուտների ցանց, ինչը այնտեղ վաճառվում է մոտավորապես 14-15 եվրոյով կիլոգրամը։ Մինչև 2014 թվականը Հայաստանում բավականին տարածված է եղել, վաճառել են գրեթե բոլոր խանութներում։ Մարդիկ գնել են, որովհետև շատ էժան է եղել։ Փորձեցին ՍԱՏՄ-ի հետ համագործակցելով ներկայացներին, այսպես ասած, այնպիսի վիճակի մեջ դրեցին, որ նրանք չներկրեն այդ ձուկը։ Եվ հայկական շուկայից կարելի ասել, այս մոտ 10 տարի կտրվել է, չկար պանգասիուս տեսակի ձուկը, հիմա նորից հայտնվել է շուկայում։ Այսօր պանգասիուսը կրկին հայկական շուկայում է, վաճառվում է կիլոգրամը մոտ 1700 դրամով։ Հետևաբար այն ըստ մասնագետի չի կարող որակյալ համարվել։ Հայաստանում մենք չունենք համապատասխան լաբորատորիաներ, որ մանրակրկիտ փորձաքննության ենթարկենք ինչպես Եվրոպայում։ Ուստի պետք է կանխարգելել ներկրումը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից էլ ժամին պարզաբանում են, որ ահազանգը ընդունել եւ ընթացք են տվել։ Այն կգնա մասնագիտական ստորաբաժանումներ, որոշում կկայացվի եւ ամենայն հավանականությամբ վերահսկողություն կսկսվի նախ իրացման ցանցում եւ եթե խնդիրներ հայտնաբերվեն, բնականաբար հետագծելիությամբ նաեւ ներմուծողի մոտ։ Եվ սննդի անվտանգության պատասխանատուները եւ փորձագետները հորդորում են առայժմ չգնել այս ձկնատեսակը։ Վտանգավոր է։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։